Ցան Անժելա, երեք Ինչի են եղվել այդ համբալ բանը, ասեմ, եմ ուզում հասկանալ։ Հայաստանի Հանրապետության երեք նախ Ասում են թուրք չեն եղանում, ասում են դավաճան չեն եղել, ասում են երկիր ծախող չեն նայում, Վիրավորանք է դա։ ասում են համբալ, հա? Վիրավորանք է դա։ Այսինքն Դե հիմա թուրքը դավաճ ոչ։ Դավաճան Նիկոլա ասելը ասել, չա, վիրավորանք չի։ Երկիր ծախելը վիրավորանք չի, կոռուպցիոն թալան չի լինելը Ստատուսա, վիրավորանք չի։ հա, այդ բառը վիրավորանք է։ Հայաստանի տամբոր զենքերը 6 միլիարդի զենք ծախել տալ թշնամուն վիրավորանք չի։ Այդ մենք ենք այդպես 8 միլիարդի պարկ բերել դրել վիրավորանք չի։ 300,000 պլյուս հետո 1 միլիոն ադրբեջանցի Հայաստան բերել այստեղ հայերին շպրտել փողոցներ տանելիս, դա վիրավորանք չէ։ Եթե դա ինչը վիրավորանք չի։ Այսինքն իրենք, չէ, ինչու։ Եթե դուք մի վարքյան դուք այդ Անժելա դուք այդ գնահատում եք այն մարդու ընկալումներով, որը ասում է վիրավորվել է։ Մի րոպե, ես միտքս ավարտեմ, որը մտածում է, որ այդ արարքները ինչի մասին բարձրաձայնեցի, դա մեր երկրի պետության, անվտանգության, ժողովրդի ապագայի հետ կապված լրջագույն սպառնալիքներ է։ Դուք այդ տեսանկյունից եք նայում, իսկ եթե նայեք, որ իրենք դա պարտավոր են անել, որպես այս երկրում օտարերկրյա պետության շահերը սպասարկող անձինք։ Այսինքն իրենք այդ որը անում են, հասկանում եք, հոգեբանորեն իրենց մեջ ուզում եմ հասկանալ, պարոն Աբիցյան, մարդը եթե պատրաստ է այդքան բան անելու, այդ պատրաստ չի անում է։ Համբալը, ասեմ, համբալը ներքին սպառման սոցիալական կարգավիճակը, որտեղ ինքը ասում է ես այսքան բանանողը ոնց կարող եմ ես ծառա լինեմ, չգիտեմ ինչ լինեմ, ես ասող եմ։ Ասելով է, չէ, դե դրա համար ասում են որ դու համբալ չլինես, եթե համբալ չես։ Կանգնի ասա որ Հայաստանից ոչ մի սանտիմետր չեմ տալու։ Կանգնի ասա որ Արցախը Հայաստանն է։ Կանգնի ասա որ Հայաստանի այսքան տարածքները օկուպացված են, դուրս եկեք։ Կանգնի ասա որ 300,000 ադրբեջանցի չեն գա։ Այդ ադրբեջանցի որ գա ում գլխի վրա է ապրելու։ Մյուսի տներում է, չէ, բոլորի տեղը պիտի հանի ուր պիտի ուր է հայտնվելու, կենտրոնում ապրող երևանցին ուր պիտի հայտնվի, փողոց։ Դե թող ասի, այսինքն այսքան բանից չի նեղանում, համբալ բառից նեղանում է։ Հա, որտեղ դա սոցիալական վիրավորանք է։ Ալեն դե նույն հաջողությամբ մտի եւ պատասխանի հարբեցող, ծաղրածու նոլդու եսիմի ինչ ասես ասում է դե մտի մի հատ պատասխանի մենք էլ մեզ գոհացած զգանք ասենք ես ինչ լավ է մտավ պատասխանեց արժանապատվությունը բայց ես չեմ հասկանում այնտեղ որ թքում է սատկացում է ոտքերը վրա մաքրում է ձայն չկա այստեղ որ ասում են համբալ կամ ասում է ռադդ քաշելու ես գնալու ես Սամվել Կարապետյանը միանգամից ինքնավորվում են ինչ է սխալ ասես Սամվել Կարապետյանը կամ Գագիկ Ծառուկյանը որ ասում է տղա եմ դե տղայից գնա բեր գերիներին Բաքվից ինչ ես խոսում Ինչ է ասում Ես ուրեմն իմ ծառայությունից այդ որ ասում եք մի դրվագ հիշեցի, երբ ադրբեջանցիներին պատասխանում ենք համարժեք եւ այդպես էլ պետք է, եթե սահմանում ծառայության ժամանակ ադրբեջանցիների նախաձեռնությամբ լինում էր կրակոցումներն մենք զոհ, մեկ զոհին Ադրբեջանը 3 զոհով էր մեր կողմից պատասխան տրվում, 1 վիրավորին 5 վիրավոր Եվ ադրբեջանցիները իրենց գինը տեղ իմանում են, վերջ ուրիշ խոսելու լեզու չկա։ Եթե այնտեղ կար 20 գերի կամ կար 30 գերի, ուրեմն այն 60 գերի, որ գերիներ էին հայտնվում, որ Նիկոլն ասում էր գերի մի վերսե, գերի կվերցնենք փոխանակեին, չարեց։ Ընդ որ մեզ մոտ եւս դեպքեր եղել է։ Մեզ մոտ գյուղացին պատաման մտել այնտեղ, մենք օպերացիա ենք արել, մի սուրու գլխականակով գերի ենք վերցրել, մեր գերուն մի 2 ժամ հետո արագի պես փոխել ենք ու վերջ։ Չէ, հիմա էլ չէ, ուներ, չէ, ինքը Սիրիայից կոնկրետ մարդասպան ահաբեկիչներ ուներ։ Ինչի բոլորին չստացար դրանց դիմաց։ Հատկապես որ Թուրքիան, ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան է շահագրգիռ, Թուրքիան կարող է Էրդողանը ազդել Ալիևի վրա։ Իհարկե կարող է։ Հետևաբար, եթե դու ցանկություն ունենայիր գերիներին վերադարձնելու, կվերադարձնեիր, իհարկե կվերադարձնեիր։ Հիմա տեսեք, մեկը վիրավորում է մեր անշնորհ բառեր է ասում, այս եթերի հաշուն ասում է դեմոկրատիա կա, որ այսպիսի երկիր են։ Այդ տահաս դեմոկրատիա կա հիմա այս բառապաշարով որ ասում է խոսում են, ինչ բառապաշարով է խոսում, հիմա վարչապետի աթոռին վերընկած անձազգային ժողովի աթոռին։ Ընդ որում հիմնականում ինքն է սադրում, քարոշչական բառամթերքը իր եւ իր քաղաքական խմբակի բառամթերքն է։ 3 նախագահների ժամանակ որևիցե ձևով այս բառամթերքում Իշխանության ասա կծեփեմ, պատվալներ ես կանեմ, ոտերդ կջարդեմ, երեք ճարաճոն է, ոտերդ կջարդեմ, եսի միջ գլուխներդ կջարդեմ, կլցնեմ, չգիտեմ, եսի միջը կստորացնեմ, կծեփեմ, ով է ասել։
Անկամ անհարմար է իր բառերը կրկնել, թե ինչեր ասել։ Քաղաքական չմշակույթը Փաշինյանի եւ իր քաղաքական խմբը չմշակույթ չի, դա բանդիտիզմ է, դա հանցագործություն է, խուլիգանություն է։ Քարոշակա դաշտում, իսկ եթե